Գոյամարտ սերիալը հիմա հասել է իր ամենաթեժ, ամենախորը ու ամենահուզական փուլերից մեկին, որտեղ յուրաքանչյուր կերպարի ճակատագիր կախված է մի քանի որոշումներից, իսկ յուրաքանչյուր բացահայտում կարող է ամբողջությամբ փոխել խաղի կանոնները։ Սա արդեն այն պահն է, երբ սերիալը դուրս է գալիս սովորական դրամայի սահմաններից և վերածվում է լարված հոգեբանական պայքարի անցյալի, ներկայի ու զգացմունքների միջև։ Սյուժեի կենտրոնում շարունակում է մնալ Ավոյի և Հունանի հակամարտությունը, որը հիմա արդեն բացահայտ պատերազմի է վերածվել։ Եթե սկզբում թվում էր, թե սա պարզապես բիզնես կամ ազդեցության պայքար է, հիմա արդեն պարզ է՝ սա անձնական վրեժ է տարիներով կուտակված ցավի ու արդարության որոնման արդյունք։ Ավոն այլևս չի թաքցնում իր նպատակը, նա երկար ժամանակ սպասել է այս պահին և հիմա հերթով բացում է իր քարտերը։ Նրա ամենամեծ հարվածը Հունանին ոչ թե ուժով էր, այլ ճշմարտությամբ։ Այն, ինչ նա ասում է կապված Հունանի անցյալի հետ, իրականում ոչ միայն բացահայտում է մի հանցագործություն, այլ նաև քանդում է այն ամբողջ կերպարը, որը Հունանը տարիներ շարունակ ստեղծել էր իր շուրջ։ Հոր սպանության փաստը դառնում է այն կետը, որտեղից այլևս հետդարձ չկա։ Էռնայի համար սա ամենածանր հարվածներից մեկն է։ Նա հայտնվում է մի իրականության մեջ, որտեղ այլևս չի կարող վստահել ոչ մեկին այնպես, ինչպես առաջ։ Նրա ներքին աշխարհը փլվում է, և նա ստիպված է վերաիմաստավորել իր անցյալը, հարաբերությունները, ընտանիքը։ Սա այն պահն է, որտեղ Էռնան կարող է կամ կոտրվել, կամ դառնալ ավելի ուժեղ։ Հունանն իր հերթին հայտնվում է շատ վտանգավոր դիրքում։ Նա արդեն բացահայտված է, և դա նշանակում է, որ նա կարող է դառնալ անկանխատեսելի։ Նման մարդիկ հաճախ դիմում են ամենակտրուկ քայլերին՝ կորցրածը պահելու համար։ Նրա հաջորդ քայլերը կարող են լինել ոչ միայն պաշտպանական, այլ նաև հարձակողական։ Միևնույն ժամանակ սերիալում զարգանում է շատ հուզական գիծ՝ Լեոյի և Լեայի հարաբերությունը։ Չնայած բաժանմանը, նրանց միջև կապը չի կտրվել։ Լեոն, լսելով Դավիթից Լեայի ծննդյան մասին, չի կարողանում անտարբեր մնալ։ Նրա որոշումը գնալ և շնորհավորել ցույց է տալիս, որ նրա սերն ավելի ուժեղ է, քան հպարտությունը կամ վախը։ Սա շատ կարևոր պահ է։ Լեոն կանգնած է ընտրության առաջ՝ մնալ հեռու և կորցնել ամեն ինչ, թե գնալ և փորձել վերականգնել այն, ինչ դեռ ապրում է իր մեջ։ Լեայի համար այս հանդիպումը շրջադարձային է։ Նա արդեն հոգեպես ծանր վիճակում էր հոր մասին բացահայտումից հետո, և Լեոյի հայտնվելը կարող է կամ փրկել նրան, կամ էլ ավելի խորացնել նրա ներքին հակասությունները։ Մանանի և Գրիշոյի գիծը նույնպես շարունակում է մնալ լարված ու վտանգավոր։ Վթարը, որի նրանք ենթարկվում են, կարծես խորհրդանշում է նրանց հարաբերության բնույթը՝ անկանխատեսելի, ռիսկային և վտանգներով լի։ Գրիշոյի անհանգստությունը ցույց է տալիս, որ նրա զգացմունքներն իրական են։ Նա այլևս չի խաղում, նա ապրում է այդ սերը։ Բայց հարցը մնում է բաց. արդյոք սերը բավարար է, երբ անցյալն այդքան ծանր է։ Մանան իր հերթին դեռ պայքարում է իր ներսում։ Նրա զգացմունքները խառնված են՝ ցավ, սեր, մեղավորության զգացում, և նա չի կարող հեշտությամբ ընտրություն կատարել։ Դավիթի գիծը բարեբախտաբար ավելի դրական է զարգանում։ Նրա և Նարեի միջև հարաբերությունը դառնում է ավելի բաց ու հասուն։ Այստեղ կա այն ջերմությունը, որը պակասում է մյուս գծերում։ Սա սերիալի լույսն է՝ մի փոքր հանգստություն ամբողջ քաոսի մեջ։ Վովայի գիծը նույնպես մոտենալու է կարևոր բացահայտման։ Նրա շուրջ եղած խոսակցություններն, ակնարկներն, ամեն ինչ հուշում են, որ նա շատ շուտով կկանգնի իր կյանքի ամենամեծ ճշմարտության առաջ, և այդ ճշմարտությունը կարող է փոխել ոչ միայն իր, այլ նաև մյուսների կյանքը։ Այս ամենը միասին Գոյամարտը դարձնում են շատ ավելի խոր, քան պարզապես սերիալ։ Սա պատմություն է մարդկանց մասին, ովքեր փորձում են ապրել անցյալի ստվերի տակ, պայքարել իրենց զգացմունքների հետ և գտնել իրենց ճանապարհը մի աշխարհում, որտեղ ճշմարտությունն հաճախ ավելի վտանգավոր է, քան սուտը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված ու որոշիչ։ Ինչ կլինի Հունանի հետ բացահայտումից հետո։ Կկարողանա Ավոն ավարտել իր վրեժը։ Կհանդիպեն արդյոք Լեան ու Լեոն, և ինչով կավարտվի այդ հանդիպումը։ Կփրկվի Մանանն ու Գրիշոյի հարաբերությունը, և արդյոք Դավիթը լիովին կվերականգնվի։ Մի բան արդեն ակնհայտ է՝ Գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր ճշմարտություն ունի իր գինը, և յուրաքանչյուր ընտրություն կարող է դառնալ ճակատագրական։
Իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր զարգացումներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչպես կարձագանքի Իննան, երբ իմանա ողջ ճշմարտությունն ամուսնու մասին։ Նա արդեն մեկ սպանության մասին գիտեր, եւ դա Լեոյի, Դավիթի ու Մանանի հոր մասին է, իսկ այժմ նա բացահայտում է, որ Հունանը իր ամուսինն, ում այսքան վստահում էր, սպանել է նաև հարազատ հորը։ Ինչ է խոստովանելու, ինչն է եղել այդ ամենի պատճառը, կիմանաք ընդամենը ժամեր անց։ Իսկ դուք անպայման միացեք մեր ալիքին։